Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի և չի գնա ազգային ժողով որպես պատգամավոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, միաժամանակ նշելով, որ ինքը ենթարկվում է վարչության որոշմանը։ Իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն և կուսակցություն, և ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը և ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իրեն Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնելու մասին շրջանառվող տեղեկությունները որևէ իրական հիմք չունեն։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ նման հարց երբևէ չի քննարկվել և այդ խոսակցությունները չի համարում նույնիսկ լուրջ քննարկման արժանի։ Սիմոնյանի խոսքով այսօր Հայաստանը գործող նախագահ ունի, որի նկատմամբ ինքը մեծ հարգանք է տածում, ուստի իր անվան շուրջ տարածվող շահարկումները որևէ կապ չունեն իրականության հետ։ Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն են։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել և չեմ խոսել։ Միաժամանակ ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև իր հետագա քաղաքական գործունեությանը, շեշտելով, որ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել իր համար։ Նրա խոսքով պաշտոնները ժամանակավոր են, սակայն քաղաքական պատասխանատվությունն ու քաղաքացիներին տրված խոստումները շարունակում են ուժի մեջ մնալ։ Բայց ինչի պետք է չվերադառնամ, ինպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ այսպես ասած եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել և ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ և վարչապետի հետ միասին բան եմ խոստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Սիմոնյանը նշել է, որ չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից, ընդգծելով, որ շարունակելու է աշխատել նույն նպատակների համար անկախ նրանից, թե ապագայում ինչ պաշտոն կզբաղեցնի։ Նա նաև քննադատել է ընդդիմությանը, նշելով, որ քաղաքական դաշտը չի պատրաստվում թողնել նրանց, ովքեր իր գնահատմամբ վնասում են երկրի շահերին։ Ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարները, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք, շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում։ Ամփոփելով իր խոսքը, ԱԺ նախագահը հայտարարել է, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, սակայն դա չի նշանակում, որ ինքը հրաժարվելու է քաղաքական գործունեությունից կամ ստանձնած պարտավորություններից։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին 2 ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու Եվրամիությունը իրականացնում են։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որը մենք արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած արդեն թույլ տվեք ասել բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար, որտեղ մենք տարբեր ձևաչափերով ենք վերջին ամիսներին շփվել, այդ թվում հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանի աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են եւ իհարկե դա շատ տպավորիչ է եւ նաեւ հանրության շրջանում մեծացնում է
վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական միություն գործակցության եւ գործընկերության նկատմամբ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել. Եվ սա ապացուցում է մեր գործընկերության եւ անձնական բարեկամության ամրությունը։ Սկզբում կուզեի ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքի կապակցությամբ, ուզում եմ շնորհավորեմ հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը եւ Եվրոպային մերձենալը։ Սա մեծ քայլ է եւ վստահության քվ է, որի համար ես շնորհակալ եմ։ Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական հարաբերությունների հետևողական զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։ Ես հիմա այստեղ եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել մամուլի համար համատեղ ասուլիսով։ Ես հիմա եկել եմ ասելու, որ դու կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնել։ Մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառայած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար։ Ազգային ժողովը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությանը։
Հյուրերին նախ ընդունել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նա ընդգծել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը։ Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հետագա աշխատանքներին ու ծրագրերին։ Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակության հետ կայացած հաջորդ հանդիպման ընթացքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն արժևորել է Գերմանիայի հետ ընդլայնվող փոխգործակցությունը։ Նա խոսել է միջխորհրդանական սերտ հարաբերություններից, ընդգծելով հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գնահատմամբ էլ հատկապես վերջին տարիներին խորացել է Հայաստան-Գերմանիա տարբեր մակարդակներում գործակցությունը։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրամիության անդամ երկրի Գերմանիայի հետ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը։ Ուրախ ենք գտնվել Հայաստանի ազգային ժողովում։ Վերջերս Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, եւ մենք ուրախ ենք, որ դրանք հաջողությամբ են ընթացել։ Հայաստանը գտնվում է եվրոինտեգրման ճանապարհին, եւ Գերմանիան այդ գործընթացում աջակցում է ձեր երկրին։ Կարևոր է քննարկել, թե ինչ կարող է Գերմանիան անել Հայաստանի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը գերմանացի գործընկերների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան ոչ միայն Եվրոպական միության առանցքային պետություններից է, այլ հուսալի գործընկեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման եւ խորհրդարանական կառավարման համակարգի կատարելագործման հարցում։ Որպես Հայաստանի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիական համայնքի ներկայացուցիչ, Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ պետությունը մեծ ջանքեր է գործադրում երկրում ապրող բոլոր էթնիկ եւ կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության, մշակութային ինքնության պահպանման ու հանրային քաղաքական կյանքին նրանց լիարժեք ներգրավման համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Գերմանիան ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարուստ փորձ ու իրավական մեխանիզմներ։ Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել, հաշվի առնելով Գերմանիայում բնակվող մեծաթիվ եզդիական համայնքի գործոնը, ինչը լրացուցիչ կապող օղակ է երկու երկրների միջև։ Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների ու երկկողմ գործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Այցի շրջանակում Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով կառույցում սկիզբ առած բարեփոխումների համատեքստում եւ կոմիտեի հիմնադրման հնգամյա հոբելյանի շրջանակներում նախանշվել ու արդեն իսկ իրականություն է դարձել հակակոռուպցիոն կոմիտեի Վաղարշ Վաղարշյան 13A հասցեի վարչական շենքի առաջին հարկի նախասրահում քաղաքացիների պատշաճ ընդունելության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ապահովումն ու ժամանակակից կահավորումը։ Կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած աշխատանքների արդյունքում քաղաքացիների ընդունելության սրահ հանրային ընդունարանն արդեն իսկ հանձնվել է շահագործման, հագեցած ծրագրատեխնիկական եւ ենթակառուցվածքային նորագույն բաղադրիչներով, որոնք ներառում են քաղաքացիների համար մատչելի մուտքից մինչեւ թղթային փակ ու էլեկտրոնային բաց դիմումների ընդունման մեկ պատուհանի նոր մեխանիզմներ, քաղաքացու հետ առանձնազրույցի համար նախատեսված սենյակ, տեղում դիմումների կազմման համար առաջարկվող հատված ու սպասասրահ։ Քաղաքացիների նախապես ծրագրված մուտքն առավել արագ եւ ոչ ժամանակատար մոտեցումներով կազմակերպելու համար վարչական շենքում ներդրվել ու գործում է նաեւ էլեկտրոնային նոր ծրագրային համակարգ, որով հրավիրողին տրվում է քաղաքացուն նախապես հայտագրելու հնարավորություն, ապահովելով նրա անխոչնդոտ մուտքը հակակոռուպցիոն կոմիտեի կենտրոնական վարչական մասնաշենք։ Քաղաքացիների հետ շփման ու ընդունելությունների կազմակերպման առանցքային գործընթացի լիարժեքության ուղղությամբ ներդրված բոլոր նորարարություններին զուգահեռ տեխնիկական նոր հագեցվածություն է կիրառվել նաև կոմիտեի 011 900 035 հեռախոսահամարով գործող թեժ գիծ ծառայության հատվածում, նպատակ ունենալով ապահովել վերջինիս առավել բարձր անվտանգությունն ու մատչելի գործունեությունը։ Ընտրություններին եւ հանրակրվեներին մասնակցելու հնարավորությունից կարող են զրկվել այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդած 1 տարում 183 օրից քիչ են եղել Հայաստանում։
Հարգելի են համարվելու հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բուհում ուսումնառության հանգամանքները։ Օրինագիծն ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում է քննարկվել։ Նախագծի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու պարագայում կարևորվի քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաեւ բովանդակային կողմը։ Հարց է բարձրացվել, թե արդյոք այս փոփոխությունները հակասահմանադրական չեն։ Ղազարյանը նշել է, հարցը դիտարկել են։ Մենք նման կարգավորում ունենք նաեւ թիմի մասին օրենքում եւ մենք առաջնորդվել ենք հենց այդ հիմքով, բացի դա մենք ունենք ՍԴ որոշում, որը խոսում է, դիրքորոշում է հայտնում նրա վերաբերյալ, թե ինչպիսի բովանդակություն ունի քաղաքացիությունը եւ ինչպես կարելի է քաղաքացիության հիմքով բովանդակային հիմք հանդիսացնել ընտրություններին մասնակցելու համար, որ միայն քաղաքացիությունը չհանդիսանա հիմք քաղաքացու գալ եւ ընտրություն կատարել երկրում, որտեղ որ ինքը իր կենսական շահերը չի տեսնում։ Բացի դրանից ունենք բավականին մեծ ուսումնասիրություն միջազգային փորձի, որտեղ եւս կան շատ երկրներ, որոնք նման ցենց սահմանում են։ Ներքին գործերի նախարարը ներկայացրել է կառավարության առաջարկները։ Առաջարկում ենք դիտարկել սահմանվող ժամկետային միջակայքի ընդլայնումը, որպես ուղենիշ ընտրելով պասիվ իրավունքի համար նախատեսված ժամկետի կեսը 2 տարին 730 օր, իսկ այդ միջակայքում փաստացի ՀՀ-ում գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը կարելի է դիտարկել առնվազն 366 օրը։ Տիկին Ղազարյանի հետ էլ մենք աշխատանքային կարգով օրինակներ են քննարկել, հատկապես սեզոնային աշխատանքի մնացյալ թեմաների մասով եւ կարծում ենք, որ վերջին 2 տարվա ընթացքում 1 տարվա, առնվազն 1 տարվա նստակեցության ցենզը կարող է համաչափ լուծում լինել այս տեսանկյունից եւ միաժամանակ սա այն միջակայքն է, որ իրականում պետությանը թույլ կտա հավաստիանալու, որ կա իրական կապ, այսինքն կա տևական ժամանակահատված, երբ որ քաղաքացին իր բնակությունը կապել է Հայաստանի Հանրապետության հետ։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակով օրենքի նախագծին։ Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաև ընտրակաշարքի համար պատասխանատվությունը խստացնելու առաջարկը։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել ընտրակաշարք տալու, ստանալու եւ դրան միջնորդելու համար նախատեսված պատժաչափերը, ինչպես նաև սահմանել խիստ մասնագիտական արգելքներ նման հանցագործություն կատարած անձանց համար։ Օրենսդրական փոփոխության իրականացումը ընտրակաշարքի ձևով արտահայտվող հանցագործությունների պատժաչափը խստացնելով կապահովի լրացուցիչ երաշխիքներ վերոնշյալ հանցագործությունների նվազման համար, քանի որ դրա հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ ընտրակաշարքը ժողովրդավարական համակարգի կարևորագույն սպառնալիքներից մեկն է եւ խաթարում է քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը, նվազեցնում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը եւ նպաստում կոռուպցիոն մեխանիզմների պահպանմանը, որն իր հերթին ազդում է ժողովրդավարության վրա։ Նախատեսվում է նաև սահմանել, որ նշված իրավախախտումների համար դատապարտված անձը անկախ դատվածության մարված կամ վերացված լինելու հանգամանքից իրավունք չունենա զբաղեցնելու պետական համայնքային ծառայության, պետական վարչական համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական կամ համայնքային հայեցողական պաշտոն։ Նշված սահմանափակումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետական եւ համայնքային ծառայության, պետական վարչական եւ պետական հայեցողական պաշտոնները զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է գործեն բարձր բարեվարկության, ազնվության եւ հանրային վստահության չափանիշներ։ Հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացություն է տվել նաև պատգամավորի երդման տեքստում առաջարկվող փոփոխությանը, որի նպատակը այն պետականության գաղափարին համահունչ դարձնելն է։ Տեքստում հատուկ ընդգծվել են Հայաստանի ինքնիշխանությունն ու հզորացումը, ինչպես նաև քաղաքացիական համերաշխության, անվտանգության եւ բարեկեցության ապահովման հանձնառությունները։ Նախատեսվում է երդման տեքստն ավարտել փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը ձևակերպմամբ։ Լիանա Խաչատուրյան։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների մայրաքաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների եւ անօդաչուների հարվածների։ Առնվազն 13 մարդ զոհվել է, 90-ը վիրավորվել։ Ռուսական գրոհից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։ Գերատեսչությունը հարձակումը որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների։ Իր հերթին Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել Լուկոյլի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։
Կատարի եւ Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարին, հավելելով՝ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հայտնել է, որ Կատարի եւ Պակիստանի միջնորդների հետ երկու փուլով հանդիպումներ են անցկացվել։ Առաջին հանդիպմանն իրանական պատվիրակությունը բարձրացրել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանի խախտման հարցը։ Երկրորդ հանդիպումը նվիրված է եղել իրանական ակտիվներից $6 միլիարդ ապասառեցմանը։ Կողմերը նաև որոշել են ստեղծել հաղորդակցության խողովակ, որի միջոցով կարձանագրվեն փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին առաջին պաշտոնական այցն է կատարել Հնդկաստան, որտեղ նրան ընդունել է վարչապետ Նարենդրա Մոդին։ Երրորդյա այցի ընթացքում տեղի կունենա Հնդկաստան-Ճապոնիա 16-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Երկու ղեկավարները ներկա կգտնվեն նաև բիզնես միջոցառումների։ Հնդկաստանը եւ Ճապոնիան վերջին տարիներին մեծապես ընդլայնել են պաշտպանական եւ ռազմավարական գործակցությունը։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի, ավելի քան 11,000 մարդ վիրավորվել է։ Ըստ ազգային ժողովի նախագահի, վենեսուելացի եւ օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու։ 7,2 եւ 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին գրեթե 40 վայրկյան տարբերությամբ։ Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետ ցնցում։ Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոկը։ Իսպանիայում տապի ալիքի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել։ Պորտուգալիայի իշխանությունները եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել։ Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 47 աստիճան Ցելսիուսի։ Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել շոկի ընթացքում չվերահսկվող տարածքներում լողալու պատճառով։ Տապի ֆոնին երկրում գրանցվել է լրացուցիչ 1000 մահվան դեպք։ Սաստիկ շոկ է դիտվել նաև Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։ Էկրանին երևացող մարդը 8 շաբաթական է։ Արդեն իսկ ունի ձեռքեր, ոտքեր, գլխի վրա նշմարվում են աչքերի ու բերանի տեղերը։ Երևում է նաև սեռը։ Նա զգում է եւ ցավին արձագանքում այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։ Նկարահանումից րոպեներ անց նա այլևս չի լինի։ Մայրիկի որոշումն է։ Հղիությունը կընդհատվի, հեռացված սաղմը կտարվի կենսաբանական թափոնների հոր։ Հայաստանում հղիությունը կարելի է ընդհատել մինչև 12 շաբաթականում։ 12 շաբաթականից մինչև 22 շաբաթական, այսինքն բարձր ժամկետներ հղիության արհեստական ընդհատում կատարվում է միայն բժշկական ցուցումներով եւ սոցիալական ցուցումներով, այսինքն երբ կինը ունի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն, որ պետք է հղիությունը կրի եւ ավարտվի նորմալ ծննդաբերությամբ, եւ իհարկե սոցիալական խնդիրները, երբ որ կինը ամուսնալուծված է, ամուսնու մահը հղիության ընթացքում կամ կինը դատված է։ Սյունիքի մարզում միայն 2025 թվականին բժշկական կենտրոններում այսպես ընդհատվել է շուրջ 331 կյանք։ Ցավոք, իրական թիվն ավելի մեծ է։ Գինեկոլոգը բացատրում է սխեման։ Կանայք իմանալով հղիության մասին դեղատներից գնում եւ օգտագործում են վիժում առաջացնող դեղեր, նույնիսկ չպատկերացնելով հետևանքները։ Մենք ունեցել ենք դեպք մեր քաղաքում կոնկրետ, որ երկու երեխաների մայրը ինքնագլուխ այդ այնց դեղորայքով հղիություն է ընդհատել եւ դեպքը ավարտվել է մահով։ Ոչ մեկի չեն դիմել, միայն այն դեպքում են շտապօգնություն կանչ ձևակերպել, երբ որ բրիգադան գնացել է, տեսել է արդեն կինը տանը մահացած է։ Աշխեն Մարտիրոսյանի խոսքով տեղեկատվության պակաս կա, հատկապես տղամարդիկ չեն պատկերացնում, թե որքան ռիսկային է հղիության ընդհատումը։ Երբեմն հենց այս մեթոդով են զույգերը կատարում ընտանիքի պլանավորումը։ Կարող է զարգանալ կնոջ առողջական վիճակին սպառնացող տարբեր արգանդի բորբոքային հիվանդություններ, կարող է բերել չբերության, առաջնային, երկրորդային, կարող է բերել հղիության ընթացքում, արհեստական ընդհատման ընթացքում կատարվող մի շարք խնդիրների, կարող է լինել արգանդի թափածակում, ներքին արյունահոսություն, ընդհանուր միջև օրգանի հեռացում։ Դրա համար, երբ որ կինը դիմում է արհեստական ընդհատման, մեզ կանանց կոնսուլտացիա, պարտադիր ինքը
ինքը լրացնում է դիմում, որ ինքը ընդունել է այդ որոշումը, որ պետք է ընդհատի հղիությունը, եւ այնտեղ նշվում է պարտադիր, ինքը որոշումը միայնակ է կատարել, ամուսնու հետ համատեղ է կատարել, այդ բոլորը նշում ենք եւ իհարկե ինքը ծանոթ է այդ բոլոր բարդություններին ընդհուպ միջև մահ, որ կարող է զարգանալ հղիության արհեստական ընդհատման ժամանակ։ Անցյալ տարի մեր մարզում հղիության արհեստական ընդհատումների 50%-ից ավելին իրականացվել է Գորիսի բժշկական կենտրոնում։ 169 գորիսեցի կին որոշել է, որ չի ցանկանում շարունակել հղիությունը։ Այս թիվը չի ներառում վիժումները։ Բժշկական կենտրոնից տեղեկացրին, հստակ վիճակագրություն չկա, բայց դիմողները հիմնականում 4-րդ կամ հաջորդ երեխայի կյանքն են ընդհատել։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչու հենց ընտանեվարության ավանդույթները պահպանած Գորիսը պիտի գլխավորեր այս ցուցակը։ Բացատրեց, պատճառները լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն, բայց մի բան պարզ է, ընտանիքի պլանավորման մասին գիտելիքներն ուղղակի բացակայում են։ Ամեն ինչ կարելի է պլանավորել եւ չարիքի մասնակից չլինել։ Մեր ավանդույթը հղիության ընդհատման մասին չէ, մեր ավանդույթը բազմանդամ երեխաներ, շատ երեխաներ ունենալու մասին է եւ խոսքս էլ սոցիալապես վատ պայմաններում ծանր հղիությունների մասին չէ, որովհետեւ ես ի սկզբանե նշում եմ, պետք է պլանավորել։ Այսօր նույն զարգացման մեջ ամեն ինչ հնարավոր է կազմակերպել խելացի եւ պլանավորված։ Հոգեկան առողջության մեջ առաջին կետը այն է, որ դու քո որոշման տերն ես, որ դու քո ստեղծածի տերն ես։ Աստծո պարգևած կյանքի վրա ձեռք բարձրացնելը հանցանք է, ասում է Կապանի տարածաշրջանի եւ Վահանավանքի հոգեվոր հովիվ Տեր Ավետիքը։ Հայ առաքելական եկեղեցին այս հանցանքի համար միակ ընդունելի պատճառաբանությունը մոր կյանքի փրկությունն է համարում։ Երբ հղիությունը տեղի է ունենում, նույն պահին, հենց առաջի օրվանից արդեն հոգինն է մտնում այդ դեր չձևավորված մանուկի մեջ եւ այդ դրա համար ենք ասում։ Այսինքն այստեղ մարդը գործում է մարդասպանություն։ Իմ ծառայության մեջ այսպես տեղի ունեցել մի կին մոտեցել է եւ ասել է, որ ժամանակին ինքը ունեցել է այսպես արել է այս գործը, այս հանցագործությունը, այսպես ասած, հա, եւ ամբողջ իր կյանքը ինքը տանջվում էր, ասում անընդհատ իմ երազիս գալիս էր, ասում է, եւ անընդհատ ասում է, թե ինչի այդպես արի, եւ մինչեւ իր կյանքի վերջ ինքը այդպես տանջում էր։ Սյունիքում 2025 թվականին լույս աշխարհ է եկել 961 երեխա։ Այս թիվը կարող էր առնվազն 331-ով ավելի լինել, եթե այդ կյանքերը չընդհատվեին նրանց կողմից, ում վստահված էին։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտո Հանջանյան։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՄԸՆ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Էնզորամասի հրամանատար կոչումով գնդապետ չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Էնզորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող ՌՋ-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ ՄԸ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի առաջին մասով։ Այն է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակել է եւ 46-427-րդ հոդվածի առաջին մասով այն է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդել է, իսկ ՌԺ-ի նկատմամբ 427-րդ հոդվածի առաջին մասով այն է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՄԸՆ եւ ՌԺ-ն ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանի նախագահությամբ հունիսի 30-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օրինական եւ ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի շրջանակում ամփոփվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների իրականացման
իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումներին, թմրամիջոցների հայտնաբերման եւ առգրավման գործելակերպին, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտման ընթացքին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել փոստային եւ մաքսային ուղիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման դեպքերին, նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցների տարածման ռիսկերին, դրանց հայտնաբերման եւ հակազդման մեխանիզմներին, ինչպես նաեւ գաղտնիք հնչական գործողությունների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին։ Մասնակիցներն անդրադարձել են նաեւ գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման, իրավապահ եւ մաքսային մարմինների փոխգործակցության զարգացման, ինչպես նաեւ իրազեկման եւ կանխարգելիչ միջոցառումներին։ Քննարկվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղված հետագա քայլերն ու առաջարկները։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն, քննչական եւ պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Համայնքային ոստիկանության Քանաքերձեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան ժամը 8-ի սահմաններում Մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձին կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր։ Դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։ Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն եւ ժամեր անց նկատել են Kia Magnishi մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը։ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զեննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար եւ սանդուղք։ Հանգամանքները պարզվում են։